ենք մեր դպրոցում ոչ մի փոփոխություն չդնի անձնակազմի առումով, դա ուսուցիչների առումով, մեր սիրելի տնօրենի առումով փոփոխության չենք ուզում։ Մանրամասն ենք, երբ որ մի հիմնարկում տիրում է մթնոլորտ, որտեղ ծնողները ուսուցիչներին, ուսուցիչը տնօրենին, փոխտնօրեններին, առողջ մթնոլորտ է, որտեղ երեխաները ուրախ գալիս են դպրոց, որտեղ ամեն առավոտ ծնողը երեխային թողնելուց հանգիստ գիտի, որտեղ է թողնում, ինչ միջավայրում, ինչ արժեհամակարգ են իրան ուսուցանելու, այդ ամեն ինչի պետք է ենթակա լինի փոփոխության։ Կարիք չկա փոփոխության այնքան ավել բաներ կան իմ կարծիքով բարելավելու եւ այլն, սենց գործող առողջ հիմնարկը պետք չի, ոչ մի փոփոխություն պետք չի։ Ու անհիմն ու առանց բացատրության ոչ մի թափանցիկություն չկա, մենք չհասկացանք ինչի համար, ոչ մեր տնօրենի տարիքն է ինչ-որ լրացել թոշակի, ոչ գրեթե համոզված եմ, որ կհաղթահարի բոլոր տեսակի քննություններ, ուղղակի լավ չեմ տիրապետում, էլի, ոնց է ընթացակարգը տնօրենի, գրեթե համոզված եմ, որ ամեն ինչ կհաղթահարի, ինչ որ հանձնարարվում է քաղաքապետանից ԿԳՄՍ թափանցիկություն չի եղել, չենք տեսել, չենք տիրապետում, ոնց կանանք զարթնենք, գանք բերենք երեխեքին դպրոց ու պարզվի, որ փոփոխություններ են լինելու։ Այս պահին կոնկրետ ձեր պահանջը որն է, որ այստեղ հավաք։ Այս պահին մեր պահանջը, մեր տնօրենը մնա տնօրեն, ընթացակարգը այնպես է, որ պիտի լինի ԺՊ, որովհետև ինչ որ ընթացակարգ կա, ԺՊ-ն էլ եւս լինի դպրոցի ներսից։ Ու առհասարակ մենք սերունդների կապը պիտի չընդհատվի, մեր դպրոցը տենց է։ Ես ինքս ավարտել եմ այս դպրոցը, երեխաս եկել է այս դպրոց, մեր դպրոցում շատ է այդ ամեն ինչը, որովհետև սերունդ փոխանցվում է, ինչ որ արժեհամակարգ դա, ոչ մեկից լավը չի դա, ոչ մեկից վատը չի դա, պուշկինական լինելու պարտականությունա մենք երթում ենք տալիս ընդունվելուց դպրոց, մեր հայրենիքի համար ենք պատասխանատու լինում եւ այլ, ես կարծում եմ, որ այդ կապը պիտի չընդհատվի, դրա համար մենք այստեղ ենք, մեր խաղաղակցության ենք անում, որպեսզի տեսնեն պատկան մարմինները, որ այսքան մարդ ժողովրդավար երկրում չի ուզում, որ փոփոխություն լինի դպրոցում։ Ձեր հետագա քայլերը, եթե ձեզ ընդառաջ չգնան, ինչ եք անել։ Հետագա քայլերը մենք չենք նահանջելու, պարզապես մեր երեխաներն են տուժելու, այնքանում են տուժելու, որ դասապրոցես իրանց պիտի սովորեն ընդհատվելա, մենք ամեն ինչ կանենք, որ լրացնենք տներում, բայց պրոցեսը այս խաղաղակցության պիտի չընդհատվի, որովհետև մենք չենք ուզում նահանջենք, մենք չենք ուզում, որ լուծում չստանա այս հարցը։